Ես հիմա ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ, կարող ենք իրականացնել նրա երազանքը եւ նա լինի մեր հյուրը եւ Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը։ Տանտերը դարձավ հյուր, իսկ հյուրը տանտեր։ Աննա Հակոբյանի հրավերից անցել է 5 տարի։ Հիմա ունենք հայաթափված ու օկուպացված Արցախ, որտեղ թշնամին է մեզ հրավիրում ապրելու սեփական լծի տակ ու սեփական պայմաններով։ 5 տարի անց ադրբեջանցիները եւս մեկ հրավեր են ստանում, այս անգամ Երևան։ Սա դեռ ամենը չէ, Արսեն Թորոսյանը համոզված է, որ այսպես կոչված խաղաղության փաստաթղթի ստորագրումից հետո հնարավոր է Հայաստանն ու Ադրբեջանը դեսպանատներ բացեն։ Ես դուք Բաքու տուրիզմի կգնաք, պարոն Թորոսյան։ Իհարկե, ես պաշտոնական այցով կգնամ Բաքու։ Չէ, տուրիզմի, ես պաշտոնական այցով շրջապատված տիկնապաներով ես էլ կգնայի, ասենք։ Գիտեք ոնց, եթե իրավիճակը այդքան բարենպաստ լինի, որ դա հնարավոր լինի, իհարկե կգնայի եւ նաեւ կընդունեինք ադրբեջանցիներին Հայաստան։ Քաղտեխնոլոգ այս երկու հրավերի միջև զուգահեռներ չի տանում, ասում է նրանք միևնույն թիմում են, խոսույթն էլ նույնն է։ Ինչ է խանգարում հենց այսօր օրինակ նույն Արսեն Բաքու, որպես ասենք խաղաղության աղավնի եւ այնտեղ փորձել այն գաղափարները, որ այստեղ է ինքը հնչեցնում։ Ես չեմ կարծում, որ ամենայն դեպս գոնե տվյալ պարագայում հենց այդ մարդու դեպքում ինքը խնդիրներ կարող ունենա։ Գուցե մնացած շատ ու շատ հայեր նման խնդիրներ, ուրիշ խնդիրներ կունենան Բաքվում, եթե հենց այսօր Բաքու մեկնեն, բայց տվյալ պարագայում Արսեն Թորոսյանը կարծում եմ հենց այսօր է կարող է իր երազանքը ի կատարել։ Մասնագետի խոսքով հարցի մյուս կողմն է, արդյոք ադրբեջանցիներն այդ նույն հաճույքով կցանկանան գալ Հայաստան ու գան տուրիստի կարգավիճակով։ Ադրբեջանցիները Հայաստանում այսօր են իրենք բավականին ազատ են զգում, հիշում եք տեսագրություններ կային, որոշակի եւ առանձնապես խնդիրներ չունեն, այլ հարցը ասենք թե ոչ երկրի քաղաքացիները։ Իսկ զուգահեռ իրականությունում թշնամին է իր անհագուրտ ախորժակով ու ամեն օր ընդլայնվող նկրտումներով։ Փաշինյանի ասուլիսին մասնակցելու ու Փաշինյանի հրավերով ու պետբյուջեի հաշվին Հայաստան եկած թուրք լրագրողը ռեպորտաժ է նկարել Երևանի հայկական լինել չլինելու մասին։ Erivan'ın Türkçe ismi Revan. Yani aslında Türk İmparatorluğu'nun Türk tarihinde de yer alan bir kent burası. Խաղաղության խաչմերուկ, խաղաղության դարաշրջան։ Սրանք բոլորը սին եզրույթներ են, որոնք մնալու են միայն թղթի վրա, համոզված է քաղաքագետը։ Դրանք հաշվի առնելով, ես զգալի հավանականությամբ կարծում եմ, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության այսպես կոչված պայմանագիր չի ստորագրել։ Հիմնական դերակատարը այստեղ այս հարցերում Հայաստանի հետ կապված հարցերում Թուրքիան է եւ նրա նպատակը հետեւյալն է վերացնել ուղղակի, վերացնել քաղաքական քարտեզի երեսից հայկական պետականությունը, իսկ տարածքը կիսել կամ եթե ոչ կիսել, ապա տարբեր հարաբերակցությամբ բաժանել իր միջև եւ Ադրբեջանի միջև կամ ընդհանուր առմամբ ամբողջությամբ օկուպացնել Հայաստանի տարածքը։ Խաղաղության պատրաստվող թշնամին արդեն 7 հայտարարություն է տարածել, իբր Հայաստանը կրակել է Ադրբեջանի վրա։ Փորձագետների խոսքով Ադրբեջանը հող է նախապատրաստում ռազմական նոր ագրեսիայի համար։ Նախապատրաստում է այդ հողը, այնուհետև իրենք հարմար պահի անցնում հարձակման։ Այո, կարելի է նման հավանականություն տեսնել։ Ախորժակն ուտելիս է բացվում, 3 Արցախն էր, այսօր Սյունիքը, վաղն էլ կարող է լինել Երևանը։ Մասնագետներն են ահազանգ հնչեցնում, թշնամուն սանձողը թղթի կտորը չէ, այլ ուժը։ Գառնի Մութաֆյան, Նոնա Գևորգյան, ABC Media։